Եվ այսպես հարգելի բարեկամներ, միացեք մեր ալիքին, իսկ մենք անցնում ենք առաջ։ Հայաստանի Հանրապետությունը ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Իհարկե ընդդիմությունը ասում է, որ սա իշխանություններին աջակցելու ամերիկյան փորձ է, բայց նույնիսկ եթե սա Ամերիկայի կողմից Հայաստան իշխանության աջակցելու փորձ է, ուրեմն դուք պատկերացրեք, թե ինչպիսի իշխանություն ունեք, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գլխավոր դեմքը ժամանում է Հայաստանի Հանրապետություն, որ աջակցի Փաշինյանին, որ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չվերադառնա ռուսական լծի տակ, բայց իրականում այցը այլ նպատակներ է կրում։ Այցը հիմնականում կապված է Հայաստան-Ամերիկա համագործակցության հետ եւ գլխավոր նպատակը հենց թրիփի մեկնարկի համար է։ Եվ մենք պետք է նաև արձանագրենք, որ թրիփը բացառիկ փրկության ծրագիր էր Հայաստանի Հանրապետության համար, որը չէր լինի, եթե այս իշխանությունները շարունակեն լինել Ռուսաստանի լծի տակ։ Սամվել Կարապետյանը, մյուսները, Ծառուկյանը մանավանդ անընդհատ հայտարարում են, թե իրենք պետք է իշխանության գալուց հետո իհարկե թրիփում ներկայություն հաստատեն նաև այլ պետությունների համար, այսինքն օրինակ Ռուսաստանին բերեն, ասեն դու եւս պետքա մասնակցություն ունենաս։ Ռուսաստանը այսօր Ամերիկայի, Եվրոպայի թշնամին է, եւ իրենք մտածում են, թե Ռուսաստանի հետ ամերիկացիները կամ եվրոպացիները համաձայն են լինելու աշխատել։ Բայց մենք իհարկե շատ լավ հասկանում ենք եւ ընդունում ենք հետեւյալը, որ եթե չլինի թրիփը, լինելու է նոր պատերազմ։ Եթե թրիփի փոխարեն գան ռուսները, նախ թուրքերն ու ադրբեջանցիները դրան դեմ կլինեն, բայց ասենք թե թուրքերն ու ադրբեջանցիները կողմ եղան, ռուսները եկան, ռուսները ծախելու են մեզ։ Լեռնային Ղարաբաղի 20 թվականի պատերազմից հետո ում զորքերը որպես խաղաղապահ ուժ տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում արցախցիներին, հայերին պաշտպանելու համար։ Դուք ճիշտ եք, կա մեկ տարբերակ, եւ դա ռուսական խաղաղապահ ուժերն են։ Ինչ արեցին։ Նրանց աչքի դիմաց գնդակահարվում էին խաղաղ բնակիչներ ադրբեջանցի զինվորների կողմից։ Նրանց աչքի դիմաց 9 ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սովի էր մատնված։ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանցիների կողմից գրավվելուց հետո Ղարաբաղում հիմնադրվեց ռուս-ադրբեջանա-թուրքական համատեղ բազա, որտեղ որ Ռուսաստանի դրոշը ծածանվում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների հետ համատեղ մեկ վայրում։ Եվ դուք հույս եք դրել այս նույն Ռուսաստանի վրա, մենք ուղղակի չենք հասկանում ձեզ, ինչի վրա եք դուք վստահ, ինչ է արել Ռուսաստանը ի օգուտ Հայաստանի Հանրապետության, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, մենք սա էլ պետք է նշենք, ռուսամետ ղեկավարներ էին։ Բայց Սերժի եւ Քոչարյանի տարիներին Ռուսաստանը Ադրբեջանի թիվ 1 զենքի մատակարարն էր հանդիսանում։ 90% զենք Ադրբեջանը գնել է մեր բարեկամ Ռուսաստանից։ Օրինակ ըստ ձեզ ինչ կաներ Ռուսաստանի Դաշնությունը, եթե մենք զենք արտադրենք ու այս օրերին կամ սրանից առաջ վաճառենք Ուկրաինային։ Նա չէր ասի, ես Ուկրաինային համարում եմ իմ թշնամին եւ մենք թշնամիներ ենք եւ դուք զենք եք վաճառում իմ թշնամուն, ուրեմն դուք էլ իմ թշնամին եք, բայց Հայաստանի ոչ մի ղեկավար Ռուսաստանին սրա համար թշնամի չանվանեց։ Նույնիսկ 20 թվականի պատերազմից հետո հանուն նրա, որ ռուս խաղաղապահները պաշտպանեն հայերին Ղարաբաղում, հայկական իշխանությունը եղել է ռուսամետ իշխանություն։ Ռուսամետությունը մտավ գերեզման, երբ որ ջերմուկի վրա հարձակվեցին եւ ռուսական որևէ կառույց
դրան համապատասխան արձագանք չտվեց։ Էլ չենք ասում հապկի դավաճանության մասին։ Վերջապես այս ազգը պետք է ունենա գիտակցություն, պետք է ունենա նաև արժանապատվություն եւ Ռուսաստանի Դաշնության ստրուկը այլևս չլինի, այլ թող լինի որպես եղբայր ազգ։ Ուզում եք եղբայրություն, առևտուր արեք, բայց մի կզեք որևէ ազգի առաջ։ Եվ այսպես ուշադրություն գաղտնալսումներ։ Գաղտնալսումների 99%-ը ամբողջությամբ մեր ձևով շարժման կամ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների խոսակցություններից է տարածվում եւ ընդհանրապես ինչ կա սրա մեջ, ինչպիսի վտանգներ կան եւ ինչու չեն իրավապահները կոնկրետ կուսակցությանը ենթարկում համապատասխան պատժի եւ ինչու պետք է ընտրություններին մասնակցի մի կուսակցություն, որտեղ աճ ու ձախ փողեր են բաժանում, որովհետեւ իրենք այդ փողի խնդիրը չունեն։ Եվ տեսեք մի հետաքրքիր փաստ, մինչև այս գաղտնալսումները Սամվել Կարապետյանը եւ իր թիմը ունեին շատ ահռելի մեկ մինուս, դա Սամվել Կարապետյանի կապն էր Ռուսաստանի Դաշնության հետ, որը աշխատելու է բնականաբար իր դեմ։ Գաղտնալսումների ընթացքից արդեն հասկացանք, որ նախկին բարքերը եւ վարքերը վերադարձնելու ինչ-որ process է սկսել, եւ այս գաղտնալսումները ամբողջությամբ տեղավորվում են այս հայտարարության մեջ։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր, երբ որ 5000 դրամով փորձում էին ձայն առնել ժողովրդից։ Մենք զարմանում ենք իհարկե, որ Հայաստանի Հանրապետությունում այս երկրի դժբախտությունները տեսած մարդիկ, թե փողով ընտրված իշխանությունները ինչ խնդիրներ են առաջացրել, որ բանակում զենք չկար, բանակում զինվորը գարի ցորեն էր ուտում եւ այդ բանակը պարտվեց 20 թվականին, դուք ուզում եք էլի կոռումպացված ռեժիմ ստեղծեք ձեզ համար, բերել իշխանության, հարգելի ժողովուրդ, չի կարելի վերցնել ընտրակաշառք։ Խնդրեմ, ուզում եք ընտրել Սամվել Կարապետյանին, գնացեք ընտրեք Սամվել Կարապետյանին։ Դրա դիմաց գումար վերցնելը անբարոյականություն է եւ որը պետքա պատժվի շատ խիստ։ Նաեւ ուզում ենք իրենց մոտեցումը ներկայացնել։ Սամվել Կարապետյանը այս հարցին ի պատասխան ասում է, որ սա իշխանություններն են սարքում, դրանք կեղծ են։ Ես չեմ կարծում, թե իրավապահ համակարգը պետք է իշխանությունների համար կեղծիքներ անի, որովհետև շատ լավ հասկանում է այդ իրավապահ համակարգի աշխատողը, որ եթե իշխանություն փոխվեց հանկարծ, առաջին հենց իր հետևից են գնալու